Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, ամեն։ Փառք ի բարձունս Աստուծո եւ երկիր խաղաղություն, իմ արդիկ հաճություն։ Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ։ Այսօր բոլորս հավաքված ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, Սուրբ Հայրապետի սրբազան մասնուկների առջև եւ Աստուծո աներևույթ ներկայության, որ լցրել է այս տաճարը, տոնախմբելու Սուրբ Ծննդյան օրը, հրեշտակների նման ավետելու միմյանց արարիչ Աստծո մարմնացումը եւ բարեպաշտ մոգերի պես ծնդրադրելու եւ երկրպագելու մանկացյալ եւ մարդացյալ արարչին։ Աստծո որդին մարմին առավ եւ սա մեր հավատքի, սիրելի հավատացյալներ, ամենակարևոր պահերից մեկն է։ Արարիչը մանկացավ եւ այս աշխարհի մեջ մարդկանց իր արարածների մեջ ապրեց եւ անշրջելի կերպով փոխեց մարդկային պատմության ընթացքը։ Ծնավ նոր արքա ի Բեթղեհեմ քաղաքի, որդիկ մարդկան, օրհնեցեք, զի վասն մեր մարմնացավ։ Ավետարանում շատ տպավորիչ եւ հիասքանչ պատկերված է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Մեր մարդկային մտածողությամբ, սիրելի հավատացյալներ, ոչ ոք չեր ուզենա նման պայմաններում ծնվել եւ ոչ ոք, ոչ մի ծնող չեր ուզենա իր զավակին նման պայմանում լույս աշխարհ բերել, բայց Աստված տնօրինեց, որ Հիսուս խղճուկ, աղքատ պայմաններում ծնվի, պանդխտության մեջ ծնվի, մսուրի մեջ ծնվի, կենդանիների մոտ Աստված տնօրինեց, որ նա օրվա թագավորից փախչի Եգիպտոս, ապա Աստուծո տնօրինությունն էր նաև, որ հրեշտակները երկնքից իջնելով երգեն փառք ի բարձունս Աստուծո եւ երկիր խաղաղություն, իմ արդիկ հաճություն, հայտնվեն հովիվներին, Սուրբ Ծննդյան ավետիսի աստղը փայլի երկնակամարում եւ մոգերը հետևելով աստղին արևելքից կան երկրպագելու մանկացյալ եւ մարդացյալ արարչին։ Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ, սիրելի հավատացյալներ, ես հիշում եմ մեր մեծերից մեկի պատմությունը, որ մեզ իբրև ուսանողներ պատմում էր հոգևոր ճեմարանում, երբ որ ուսանում էինք Սուրբ Ծննդյան պատգամի ժամանակ։ Մի շոտլանդական պատմություն էր պատմում մի ջրաղացպանի մասին, ով չէր կարող հավատալ, որ ինչպես կարող է տիեզերքի արարիչը, որ ժամանակից վեր է անպարագրելի, կարողանա տեղավորվել Սուրբ Կույս Մարիամի որովայնում եւ մարդկային բնություն առնի, սակայն շատ բարեպաշտ էր այդ ջրաղացպանը։ Ամեն անգամ, երբ իրեն բերում էին ցորենը այլուրի վերածելու,
անպայման բացում էր դուռը և թռչուններին կերակրում էր այդ օրվա իր ունեցած շահից։ Եվ այսպես տարիներ շարունակ, սակայն չէր կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է Աստված մարմնանալ։ Հանկարծ մի օր, երբ նորից ուզում է թռչուններին կերակրել, փոթորիկ է բարձրանում։ Եվ այս փոթորիկը բոլոր թռչուններին զարգում է պատերին, աջ, ձախ, գետին, վերև և չեն կարողանում մոտենալ ջրաղացպանի ցորենին, որպեսզի սնվեն։ Այդ պահին բարեպաշտ այրը բացում է իր ջրաղացի դռները և պատուհանները և ձայն է տալիս թռչուններին, թե եկեք այս կողմ, որպեսզի փրկվեք։ Սակայն թռչունները չեն հասկանում, թե ինչ է ասում և կործանվում են։ Այդ ժամանակ բարեպաշտ ջրաղացպանը հասկանում է, որ որպեսզի թռչուններին կարողանար փրկել, ինքը պիտի իրենց լեզվով կարողանար խոսել իրենց հետ։ Եվ հասկանում է, որ ամենաբարի, ամենագութ Աստված մարդկանց ճիշտ ճանապարհին դնելու համար, ուղղորդելու համար պետք է մարդու լեզվով խոսեր մարդու հետ, մարդկանց մեջ ապրեր, մարդկանց մեջ սնվեր, մարդկանց կյանքի մեջ շաղախվեր, տառապեր, որպեսզի մարդկանց կարողանար ճիշտ կյանքի ճանապարհի վրա դնել։ Մանուկ Հիսուսը, սիրելի հավատացյալներ, ներկայանում է մեզ որպես խորհրդանիշ մի մեծ ու կարևոր հեղաշրջման։ Անպաշտպան և թույլ մարդկային մի մատաղ կյանք պատկերված է իդեմս մանուկ Հիսուսի Քրիստոսի, որ տառապում է ուժի ու հարստահարության ու այս բիրտ աշխարհում։ Սակայն մխիթարականն այն է, որ այդ բիրտ ու հարստահարիչ աշխարհը անկարող է այդ անպաշտպան նորածնին, այդ քնքուշ կյանքը ընկճել, այլ ստիպված է նրա ձեռքով ինքը կերպարանափոխ լինել։ Բեթղեհեմի այրից, սիրելի հավատացյալներ, աշխարհի համար ծնունդ առավ մի ուժ, որ Սուրբ Ավետարանը Աստուծո թագավորություն է կոչում, մարդկանց նոր միություն, սիրո հաղթանակ։ Բեթղեհեմից սակայն ոչ հեռու գտնվում էր Հերովդես արքայի ապարանքը, որտեղից մշտապես ուրախության և խրախճանքի ձայներ էին լսվում, ուր ամեն բան պատված էր բեհեզով, արծաթով, ոսկով, մետաքսով, սակայն Աստուծո որդին ծնվեց գոմի մեջ, դրվեց մսուրի մեջ, ջերմացավ կենդանիների շնչով և ամեն անգամ այս անմեկնելի խորհրդի առաջ ծունկի եկած փորձում ենք հասկանալ և այդ հրաշք եղելությունը բացատրում միմիայն Աստուծո խոնարհության սքանչելի դրսևորումով, որովհետև Աստված չի գործում այնպես, ինչպես մարդիկ կկամենային, կամ ինչպես մարդիկ կգործեին, եթե ունենային հարստություն, ուժ և իշխանություն։ Աստուծո որդու ծննդյան մասին Տիրոջ ներշնչմամբ իմանում են միայն հովիվները և 3 մոգերը, ովքեր գալիս երկրպագում են մանկանը, նրա մեջ տեսնելով Աստուծո իրական
մարդացումը։ Սիրելի հավատացյալներ, տիեզերական այս պատմության մեջ Աստվածորդու մարդեղությամբ բնությունը չի խաթարվում, տարերային աղետներ չեն լինում, արևը չի խավարում, ջրերը չեն ցամաքում, գետերը իրենց հունդը չեն փոխում, որովհետև Աստված գործում է անաղմուկ, գործում է ոչ թե ցույց տալու համար իր փառքը եւ զորությունը, իրեն տեր թեև թագավոր ներկայացնելով, այլ գործում է, քանզի Աստված է եւ արարիչ, հայր եւ խնամակալ ամենքի։ Անբավելին երկնի եւ երկրի ի խանձարուրը սպատեցավ, ոչ մեկնելով ի հորե, ի սուրբ այրին բազմեցավ։ Աստված, սիրելի հավատացյալներ, իր մարդեղությամբ նոր ուխտ կնքեց մարդկանց հետ, ուղարկեց իր որդուն մարդկանց խորտակումից փրկելու եւ փրկության եւ հույսի ճանապարհը բացատրելու։ Աստված մարդացավ, որբեսի մարդկանց մեջ աստվածությունը հայտնվի եւ կրկին դարձնի Աստուծո որդեգիրներ։ Աստված խոնարհվեց, մսուրի մեջ ծնվեց, որբիսի մարդը բարձրանա։ Աստված մարմնապես ծնվեց, որբիսի մարդը հոգեպես վերածնվի։ Աստծո որդին հաճեցավ մարդու որդի դառնալ, որբիսի մարդը Աստուծո որդի դառնա։ Ահա, սիրելի հավատացյալներ, այս է Քրիստոսի փրկագործ ծննդյան մեծ եւ սքանչելի խորհրդի առաջին նշանակությունը։ Խաղաղության պատգամով ծնվեց, խաղաղություն եւ սեր քարոզեց իր կյանքի ողջ ընթացքում եւ խաղաղության ու սիրո կտակը շուրթերին խաչվեց Գողգոթայի բարձունքում։ Մեծ առաքյալը Պողոսը ասում է, թե մեր Աստվածը ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։ Մեր հավատը, սիրելի հավատացյալներ, այս մասին անխախտ է եւ մեր հույսը անշեջ, որովհետև պիտի խորտակվի պատերազմողի աղեղը, ասում է Զաքարյան, եւ ժողովուրդների իշխանները խաղաղության անողներ եւ արդարության գործողներ պիտի լինեն։ Այս ծննդյան պատգամը, սիրելի հավատացյալներ, ամեն անգամվա պես ես ուզում եմ վերջացնել երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի խաղաղության քարոզով, որ ասում է. խաղաղություն ձեզ, սիրելի հավատացյալներ, խաղաղություն մեր սրտերին, խաղաղություն մեր մտածումներին, խաղաղություն մեր տներին, խաղաղություն մեր սեղաններին, խաղաղություն մեր բարեկամներին, խաղաղություն մեր ընկերներին, խաղաղություն մեր գործերին եւ ձեր արարումներին, խաղաղություն մեր սուրբ եկեղեցուն եւ մեր ժողովրդին, խաղաղություն մեր հայրենիքին եւ համայն աշխարհին, ամեն։ Սիրելի հավատացյալներ,
մինչև Քրիստոսի ավետիսը տալը, առավել քան երբևէ ձեր աղոթքների, ձեր ջանասեր աղոթքների կարիք ունենք բոլորս։ Մեր պետության հետ համատեղ Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ օրերին ծնունդ առավ մեր սիրելի եկեղեցու բարեկարգության օրակարգը եւ ես վստահ եմ, որ բոլորիս աղոթքներով մենք պիտի գոտեպնդվենք եւ խրոխտ քայլերով քայլենք առաջ ի փառս մեր եկեղեցու եւ ի հզորացում մեր պետականության։ Թող Աստված օրհնի բոլորիս, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Եվ տուր մեզ համարձակաձայն բարբառով